Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր ունենք նորից ուղիղ եթեր։ Այսօրվա եթերը լինելու եմ ես եւ մեր եղբայր Արմեն Ավագյանը ներկայացնելով այսօրվա իրավիճակը, խոսելու ենք այսօր Արմենի հետ հոգևոր դաշտից, խոսելու ենք տարբեր թեմաներ, թե ինչ է կատարվել իր կյանքում, լինելով ծառայող երկար տարիների, մինչև Արմեն աղբորը ես ընդունեմ ուղիղ եթեր, ես ուզում եմ, որ այսօր մեր հերոս, իմ համար մեծ օրինակներից մեկը, շատ մեծ օրինակներից մեկը, այսօր Սողոմոն Թելելյանի ծննդյան օրն է, եւ ես ուզում եմ համ իմ շնորհակալությունը մեր եղբորից հայտնել, համ իր երկնային ծնունդը շնորհավորեմ, որովհետև Սողոմոն Թելելյանը այս գիրքի մասին, որ ես խոսում եմ, նա իմ համար, նա իմ հերոսն է, նա իմ հայի տեսակն է, որ ես ընդունում եմ այդ տեսակին, նա այն առաջնորդներից մեկն է, որ ցույց տալով ինչպես է հայի վրեժ լուծողը եւ արդարացված է նա, դրա համար ես չեմ վախենում Սողոմոն Թելելյանից խոսել ամեն անգամ, այո, մենք պետքա լավ Սողոմոն Թելելյան, Ռոստամ Գասպարյան եւ հիմա շատ մարդիկ կան դեռ նրանք կենթանի են, նրանցով պետք է մենք ուրախանանք եւ ընտրենք նրանց լավ ճանապարհը, դրա համար ես այսօր առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ Սողոմոն Թելելյանի ծննդյան օրն է եւ նա իմ համար շատ մեծ օրինակն է հայի տեսակի։ Ես հիմա փորձեմ մեր Արմեն աղբոր հետ կապի դուրս կամ Արմեն ջան, ես արդեն ուղիղ եթերում եմ, եղբայր, հեսա մեկ պահ, միանանք, շատ հետաքրքիր եթեր է սպասում մեզ, ոնց հասկանում ենք այն ինչի մասին, որ ես խոսում էի, դա պետքա մեկ վայրկյան միանանք մեր եղբոր հետ տեսնելով Արմեն ջան, դու կարող ես մտնել ուղիղ եթեր, ես սպասում եմ, ես քեզ չեմ տնում եթերի մեջ, մի հատ ինչ-որ մի բան գրի կամ լավ գրի, որ կարողանանք միանալ եղբայր, մեկ վայրկյան Ավագյան, Արմեն ջան, հեսա մուցվա թե ես քեզ արդեն տեսնում եմ եղբայր, մեկ բա, ցիր գրուպը, փորձի նորից Արմեն ջան, փորձի շատ դժվար է այս պահերին, սիրելի հայրենակիցներ, Facebook-ի հետ Արմեն ջան, գրածդ չի հասնում, տալիս է, որ մենակ դու գծի մեջ ես, ոչ մի ձև, կարող ես մի հատ առաջարկ ուղարկել ինձ, որ կարողանանք ինչ-որ ձև, օքեյ, շատ դժվար է, Արմեն ջան, դու արդեն կմս եթեր եղբայր, սյո, մտի եղբայր, շատ դժվար է սիրելի հայրենակիցներ, Facebook-ը ծանրաբեռնված է ահավոր ձևի, Արմեն ջան, բարի երեկո եղբայր, բարի երեկո, բարի երեկո, ես գիտեմ, որ ես քեզ չեմ տեսնում, դու ինձ չես տեսնում, ճիշտ եմ, ես տեսնում եմ, բայց քեզ չէ, լավ, բայց մեր հայրենակիցները մեզ տենում են, Facebook-ը իր ֆորմատը չգիտեմ, ինչի համար ասած փոխել չի թողնում, որ այս դե, բայց կարևորը, որ եթերը գնում է, կարևորը, որ մեր հայրենակիցները մեզ տեսնում են, կարևորը, որ խոսքը հասանելի է։ Աստված օրհնի քեզ, Արմեն ջան, կուզեմ, որ դու ներկայացնես, ով է Արմեն Ավագյանը եւ ինչ ենք այսօր փորձում միասին ուղիղ եթերում լինել։ Խնդրեմ։ Բարևում եմ բոլորին, կներեք, որ մի քիչ հայերենով սովոր չեմ, 25 տարի ռուսերեն լեզվով եմ լեկցիաները կարդում, ես ապրում եմ Կուզբասում, Կեմերովսկի օբլաստ, դե շատ направленիներ ունեմ, բայց ասեմ, որ Ուրարտու համայնքի председателի օգնականն եմ Կեմերովսկի օբլաստի։
Շատ ուրախ ենք, Ողջույն, Արմեն ջան։ Ես հասկանում եմ, շատ զսպված ձևով ներկայացրեցիր, քանի որ կան ինչ-ինչ պատճառներ, որ չենք ուզում շատ բան բարձրաձայնել։ Շատ շնորհակալ եմ։ Կարևորը, որ հայի հոգով ես, Աստծո ճանաչող զավակ ես, եղբայր, ու ես ուզում եմ, որ այսօր խոսենք մի ճշմարտությունից, մի բան, որի մասին ես միշտ խոսում եմ եւ ես մեր հայրենակիցներին շատ անգամ ասել եմ, որ մենք ունենք շատ հայրենակիցներ, այն ինչի մասին, որ ես խոսել եմ, այն ինչի մասին բարձրաձայնել եմ, դա գնի հոգևոր, թե քաղաքական, այն մարդը, որ մի բան խոսում է, պետք է իր խոսածածի համար կարողանա պատասխան տալ, թե Աստծո առաջ, թե իր սիրելի հայրենակիցների առաջ, իմ համար չկա, ես նույնիսկ ասում եմ, սիրելի հայրենակիցներ, վատ հայ, այն դեպքում իմ համար որ ինքը չի կարող կոչվել հայ, որ իր հոգին վաճառել է նա սատանային, երկրորդը, որ վաճառում է մեր երկիրը։ Մնացած դեպքում ամեն ինչը ներելի է, այս որ մենք խոսում ենք եւ ինչի մասին պիտի խոսանք, սիրելի հայրենակիցներ, սա չի նշանակում, որ մենք ինչ-որ մարդկանց հետևից ենք ընկած, ոչ։ Ես միշտ ասել եմ, որ հովիվը, երբ որ հոտը տանում է, այնտեղ ամենաառաջնական գծում աշխատում է չոբանի շունը։ Ես քանի որ գյուղի տղա եմ, Արմեն ջան, հասկանում ես իմաստը։ Հովիվ իշքան ուզում է լավ հովիվ լինի, եթե չոբանի շունը արագ չի արձագանքում գելերին, երբ որ տեսնում է, իշքան է լավ հովիվ լինի, մեկը տանուլ կտա իր գառներին։ Դրա համար ես միշտ ասում եմ, թող ես ելնեմ այդ չոբանի շունը, թող ինձ ասեն գևը այս տեսակն է, ես սա բարձրաձայնում եմ, որ մենք միաբանվենք, իսկ այդ սերմերը արդեն ցանված են, արդեն պտուղները տեսնում ենք, որ առողջ են, եւ մենք բարձրաձայնում ենք, որ մեր հայ ազգը միաբանվի։ Արմեն ախպեր, ես ուզում եմ քեզ մի քանի հարց տամ։ Ես գիտեմ, որ դու ապաշխարած ես երկար տարիներ, ինչ է կատարվել քո կյանքում եւ որ ճագերտավոր եկեղեցիում ես եղել տարիներ առաջ։ Խնդրեմ։ Ես 1999 թվականից ավելի լուրջ տրվեցի տիրոջը, երկար չասեմ երկու խոսքով, ես արդեն ոնց որ ասած կյանքից զզված, մտքեր էին գալի վատ ու Հիսուսը այդ մտքերի մեջ պարկած ման էի գալի, թե ոնց ինձ ոչնչացնեի ու Հիսուսը մտավ իմ սենյակ, ասավ տուր ինձ շանս քեզ փրկեմ։ Ես ասեցի, որ առավոտը ելնեմ, այս վիճակի լինեմ, կներես, ես տեր չեմ կարա ու իրոք ես չհասկացա, թե ոնց եմ քնե, անջատվել եմ, որտեվ ես բեսոնիցա էր իմ մոտ էլի, առավոտը ես որ հելա ինքան ուրախ էի, եմ որ ասում եմ նոր ծնունդը կա, չէ, որ իրոք վերածնունդ, որ ասում ես, չէ, ես զարմացել էի, ես մարդը գիտեն թե ես գժվել էի, որովհետև ես այնքան ուրախ էի, ու դրանից հետո ես սկսեցի տիրոջ հետևից գնալ, ման գալ որտեղ որ եկեղեցու միանամ, ովքեր Աստծուն սիրում են, եթե հարցեր կա, շարունակեմ։ Արմեն ջան, ես գիտեմ, որ դու եղել ես կյանքի խոսքի, եթե չեմ սխալվում, ծառայող, եւ այդ իրանց հետ сотрудничал, вот так, ուսուցիչներ եմ ունեցել, որ ինձ դասընթացներ են տվել։ Ես ուզում եմ հասկանամ, ինչը քեզ դրդեց, որ դու այդ մարդկանցից ուղղակի հրաժարվեցիր եւ դուրս եկար, որ հասկանանք ինչ է կատարվել արդեն 90-ականներից մինչև հիմա, որ գևը որ խոսում արդեն 7 տարուց ավել եւ 22 տարի ես ուսումնասիրելով այդ տեսակ կառույցները, ուզում եմ հասկանամ ինչի համար դու այդքան լուրջ այդ ամեն ինչի մեջ շատ հզորների հետ հանդիպում, ճագերտավոր մեծ հովիվների հետ, որ հիմա շատ մեծ բեմեր են բարձրանում, շատ մեծ sense իրանց ասած ճագերտավոր հրաշքներ են գործում, ուզում եմ հասկանամ, բայց չէ որ դու դրանց մեջ դեռ այդ հրաշքներից գործողներից մեկն էիր, ինչի դուրս եկար, եղբայր, խնդրեմ։ Գիտեք, սկզբից որ հələ ես այդ մեծերի օֆիսները դոստուպ չունեի, ոնց որ ասած օբշի հոտի հետ էինք, չէ, օբշի հոտի մեջ շատ ուրախ, առաջի սերը ու շատ այդ внутренние բաները մենք որ չգիտեինք, ու հետո որ նենց եղավ որ արդեն դոստուպներ եղան ու ուզած չուզած արդեն աղոթում էին Աստված դուր մեր մեջից թող ելնեն Մայիսեյներ, Մովսեսներ, Իլյաներ, Իսյանեյան ու Աստված երբ որ ինձ սկսեց օգտագործել
տենամ ինձ համ քաշում են իրանցյան, բայց չեն էլ թողում ոնց որ ուզեն դիկտավատ անեն, էլի։ Ու տենց որ ես միսիոներություն սկսեցի Ուզբեկստանել եմ եղել, ընդ ամենաուժեղ մի հատ հարց տամ, շատ հետաքրքիր բան ասիր, ուզում էին ինձ դիկտավատ անել, չեմ հասկանում, եթե Սուրբ Հոգին գործում էր քո հետ, ոնց կարող է պարալել երկրորդ գծով աշխատել ինչ-որ մեկը քեզ դիկտավատ անի, թե ինչպես դու ծառայես Տիրոջ Հոգու ծառայությունը։ Ես մի պահ հետի ուզում եմ հասկանամ, նոր շարունակենք Ուզբեկստանը։ ուզում եմ ասեմ, այդ դաժե դիկտավատորները հենց Ուզբեկստանից է սկսել։ Ստե իմенно Ռուսաստանում ես եղել եմ ուրիշ միսիայի մեջ, կարելի ասել խելքը գլխին։ Наоборот, այդ միսիայից իրանք միշտ գողանում էին երկրպագողների, լիդերների, ու ես կարամ ասեմ Ռուսաստանում ավելի շատ գիտեմ, քան թե Հայաստանում, չնայած Հայաստանը գիտեմ, կենաց խոսքի այդ слово жизни, չէ՞։ Եկեղեցիները բացվել են ուրիշի ֆունդամենտների վրա ու շատ խիտրի ձևերով են արել, գողանալով երկրպագիչներ, լիդերներ, ես ստե որ այդ բաները տենում եմ, ես ասում եմ, եթե Աստծու հետ կոնկրետ հանդիպում հոգևոր չլներ, ես կարող եմ ես էլ աշխարհ գնայի, հայերեն ասում են գայթակղվեի, չէ՞։ Պրոսա փառք Աստծու, որ ես Աստծու հետ ֆիզիկապես դաժե այդ ձև շփումներ ա եղել, ու այդ ինձ պահեց, որ ես նայելով իրանց այդ կեղտ մոմենտներին, որ իրանք հավաքում են կոնֆերենցիաներ, մեծ քաղաքներում, փողերով, գալիս էր Կարլ Գուստավը, մեկ-մեկ Ուրֆեկմանն, Կարլ Գուստավը իրանց Զելենսկիի նման տես կլոն ա եղել, հանակներով, բանով, կանչում են ուրիշ եկեղեցիներ, հյուր, ու ասում են եկող կիրակվանից մեր եկեղեցին թազածնված է, հրավիրում ենք ձեզ, ու շատերը ուրիշ եկեղեցիներից տենալով, որ ինաստրանեցիներ են, բանել, ոնց են ասում հայերեն, ուրիշ երկրներից եկածներ, օտար երկրացիներ են ու գայթակղվում են, ու դաժե ասեմ մեր աղբերական եկեղեցիներից ոչ խարիզմատական, ոչ էլ հին 50-ական, էլ այդ որ բալանսիրованный, տենց կային, լավ եկեղեցիներից իրան գայթակղվում երկիշ քույրիկներ էին տանում իրանց վրա, ճիշտն ասեմ, ես կարամ ազատ ասեմ, ես Արտուր Ղուկասյանի մոտ հյուր եմ եղել 2003 թվին, դա Նովոսիբիրսկի իրանց ուժեղ լիդերներից մի պահ պաուզատուր, ուրեմն սիրելի հայրենակիցներ, Արտուր Ղուկասյանը այն մարդն էր, որի մասին ես տարիներ առաջ խոսել եմ, Արտուր Ղուկասյանը լինելով կյանքի խոսք ճագերտավոր եկեղեցու կոչված հովիվը, որ էլ հովիվ չի, որը եթե հիշում եք իմ վկայությունը եւ թեման, որ ես զարմացած իր հետ խոսալով չէի հասկանում նա գողական է թե հովիվական է, այդ խառնուրդի մեջ լինելով, երբ որ մի եզդի հոգևորական եզդի եղբայր, որ հետո դուս եկա, որ իմ դասարանցու ամուսինն է, որի որդին շատ ուժեղ ֆուտբոլիստ էր եւ Սերոբ Գասպարյանի աղբորս խնդրանքով եկան այստեղ, որ նրա տղեն շատ պրոֆեսիոնալ սպորտսմեն էր, ֆուտբոլիստ էր, եւ մենք ունենք մի քանի միլիոն, այսօր տես ինչ հետաքրքիր է, Արմեն ջան, 1 րոպե ժամանակ ու կշարունակես եղբայր։ Ուղղակի ծանոթացնենք Արտուր Ղուկասյանի մասին, որ հասկանանք նույն Արտուրից ենք խոսում, թե սա ուրիշ Արտուր է, 1 րոպե։ Ու երբ որ այդ եղբայրն եկավ իմ մոտ, մենք մի քանի միլիոն եվրոյի դագավորներ ունեինք այդ տղայի, որ մեր հայրենակիցն էր, որ բարձրացներ մեր հայի անունը, որտեվ նա ուներ այդ շանսերը, մեր եզդի եղբայրը ինձ ասեց Գևչան, ես արդեն շատ տարիներ եմ ապրում Ռուսաստանում, կյանքի խոսքի ծառայող եմ, բայց ուզում եմ ապրեմ Եվրոպայում, որովհետև իմ տղան ստեղ մնալով ես չեմ կարող այնտեղ, ես հոգնել եմ, եւ նա գնաց հետ իր հովիվի հետ խոսելու իր օրհնությունը, որ ազատ արտակի, որ ես ուզում եմ արդեն Եվրոպա, այդ նույն հովիվը, ինչից որ ես Արմեն ախպերը կասի, Կիրակի օր ինքը պետք է թռներ Ավստրիա, նախքան կորոնան, ուրբաթ օրը հովիվը Մարգարյանում, որ ասում է Աստված քո համար մեծ գործեր ունի, դու պետք է մնաս այստեղ, քանի որ նա ֆինանսական շատ լավ վիճակում էր եւ նրա տղաներն ուներ ապակա շատ մեծ, բայց նրանք չէին ուզում Ռուսաստանում, լսելով իր հովիվին, զանգեց ինձ,
Մնացածը չեմ շարունակում, եղավ մեծ բարձություններ, ֆինանսական այնտեղ հարց ու պատասխան, ոչինչ, Աստված օրհնել, Աստված ներել է, բայց մեր եզդի եղբայրը ուղիղ 1 ամիս հետո մահացավ կորոնայից։ Եվ Արտուրը մարգարեացել էր, որ Աստված ունի շատ մեծ գործեր Նավասիբիրսկում։ Մենք խոսում ենք մանիպուլատորի մասին, որը մի տարի հետո այդ նույն Արտուրը վերցնելով գումարները կյանքի խոսք կոչված եկեղեցու եւ մի երիտասարդ քույրիկի 23 թե 24 երեխայի տարիքի եւ հրաժարվեց ծառայությունից։ Ահա այս մասին էինք խոսում եւ հիմա խնդրում եմ Արմեն ջան շարունակի, որ մեր հայրենակիցները իմանան, որ տարիներ առաջ երբ որ ես խոսել եմ, այսօր դու խոսում ես նորից այդ նույն Արտուրի մասին։ Խնդրեմ, եղբայր։ Ես իր մոտ հյուր եղել եմ, հետո Ուզբեկստանից որ եկա միսիոներությունից, եկա հյուր, մի քիչ նվերներով բանով, եկա իր կաբինետ, սկսեցին խոսալ, ես գիտեի արդեն, որ մեր այս հին եկեղեցիներից շատ մարդիկ կային կվերբավատար է, ու ինձ էլ ասավ, պսակված չես, մեր մոտ էլ լավ քույրիկներ ունենք, արի մեր կողմը, ու ասավ մենք շատ ուրախ ենք, որ այտենց հայ ունենք, որտեղ ես բարձր կորեացի Южной Կորեայի ավտորիտետ միսիոների օգնական էի։ Ու տենալով որ ես այդ ձև մարդու օգնական եմ, ինձ ասեց ուզում ես փոխանցվի մեր մոտ։ Ես էլ իրան ասեցի, ես լսել եմ որ շատերը փոխանցվել են ձեր մոտ, բայց ես այդ ձև հոգի չունեմ էլի որ ոսկի դավաճան, եթե Աստված հատուկ են տասում մարգարեություն ուրիշ բան, ու ես իմանալով իրանց խասյաթը որ այդ ձև է, թողեցի գնացի տեղից, եթե թույլ կտաս պատմեմ Ուզբեկստանում եմ ես իրանց հետ ավելի Իհարկե, եղբայր, դրա համար եմ թերև, խնդրեմ։ Եղավ ես երբ որ այդ մեծ մարդու օգնական էի Նավասիբիրսկում սեմինարիայի միսիոներ Կորեայից եկած, Աստված ինձ ասավ որ պետք է դեթաս Ուզբեկստան, ես էլ ասի Աստված ջան, ես դե արդեն լավ եմ էլի, как бы Էթամ Ուզբեկստան, այն վաղտեր միսիոներներին 3 տարի նստացնում էին, ոնց կարամ, ու ասեցի, եթե երկրորդ բանը տաս, նշանը տաս, կեթամ ու այդ կիրակի օրը այդ մեր հովիվը կակրաս հոգևոր երազներից խոսած, ու ասավ ստե մարդ կա նստած, որ պետքա այդ երազը ինձանից է, այդ Վիդենյան երազից մեջ, որ երազ էր Աստվածից տվե, որ ես եմ քեզ ուղարկում, ասավ այդ ինձնից է գնա, ես թողեցի գնացի մի հատ սոտովի հին հեռախոսով, սես մոտորոլա երկար անտենաներով, առանց փողի հավատքով գնացի ինձ ու տեսա ինչ էր կատարվում, այսի դուք լավ լսեք ժողովուրդ, որ ես Ռուսաստանում հələ իրանց հետ չէ, բայց կողից էի տենում իրանք ինչ էին անում, ես ըստե տեսա իրանք Կորեայից եկած մարդու կնիկ միսիոներներ, իրոք Աստծո մարդիկ, ամբողջ Ուզբեկիստանում ու Տաջիկիստանում ու Կազախստանում նենց եկեղեցիներ են բացել, ես անունը մոռացել եմ, ինչ որ մարդիկ կան, ստե գիտեն այդ իրանց եկեղեցի անունները, չէ, իրանք մտնում են այդ եկեղեցիներից մարդկանց լիդերներին տանում են իրանցյան ու շատերին դաժե նենց էին անում, որ իրանց խրամներով, ոնց են խրամ ասում, այդ տներով, էլի շինություններով բերեն իրանց կողմ, ես չէի ուզում այդ բան անել, դաժե Ուզբեկիստանում տենալով, որ Աստված իմ ձեռներով հրաշքներ անում իրանց ծառայության մեջ իրանք էդի տեսան, ու ինձ ես այն ժամանակ ջայել էի, ինձ խափելով ասեցին, որ դու մեր հետ ելնես, պետք է քո այդ հովիվից ատկաս կայնես, ինքը կագրաս այս 2 օրը գալիս է, պետք է ասացես, որ ես ձեր մոտից գնում եմ, ու ինձ այդպես խափելով ես ասի գնում եմ, տիպը ձևն է տենց, էլի որ մնամ իրանց այդ միսիոներ, այդ սաղի մեծն է Դենիս Պադարոժնին է, ոնց որ Արտուր Սիմոնյանը Հայաստանում, Դենիս Պադարոժնին է Ուզբեկիստանում։ Այո, նա շատ անգամ է եկել Հայաստան, նրանք շատ անգամ են իրար հետ համագործակցել, շարունակեք Արմեն ջան։ Հա, ու Դենիս Պադարոժնին էլ էլի գողացված լավ Աստծո մարդ Նեչիտայլ է ազգանունը, եպիսկոպոս է Ուզբեկստանում, իրան էլ են գողացել, կարելի ասել այդ եկեղեցուց ու իր հիման վրա սկսել են եկեղեցիներ բացել ու բոլոր քաղաքներում դաժե այդ Դավիթը, որ այդ իր ածական անուններ,
այդ կիսակարիացի ռուսացած Ուզբեկստանի քաղաքացի, որը եղել է լիդերներից մեկը այդ կարիացի եկեղեցիներում, իրանք տենալով, որ այդ Դավիթը շատ ակտիվնի է, իրան սկզբից քաշում են իրանցիան։ Այդ Դավիթն էլ է ինձ խաբել հենց այդ բաները, որ պատմում եմ արել է։ Ու դուք չեք պատկերացնում, մենք գնացինք Տաջիկստան հյուր Դավիթի հետ։ Այնտեղ Արտուր Սիմոնյանի ամենաուժեղ Բուդուշի լիդերն էր Արտուր անունով, ու իրանք իրանց հետ վեկալեցին, գնացին հյուր մի հատ եկեղեցի, մեկ էլ իմ դեմ այդ քույրիկի հետ խոսում են այդ եկեղեցու հովիվի հետ, ասում են նայ, հա, այնց հելի այդ եկեղեցուց, որ այս շինությունն էլ հետդ գա, ինչքան մարդ ունես, ասում է 100 հոգի, դենեց արա այդ 100 հոգի շինությունով գաս, ժողովուրդ լուրջ եմ ասում, ես այդ բաները տենալով, ես հենց ապշած մնացի, որ իմ դեմ անում են, ես ուզում էի մի հատ մկան ձեն հանեի, իրանք գիտեք, բանդիտների նման բերանս փակում էին ուղղակի։ Ինչ կատարվավ Վալամյան ջան, երբ որ դու Մոսկվայում ուզեցար խոսես, ինչ արեցին քո հետ? Մոսկվայում, երբ որ ես այդ Արտուրին ասեցի, «Էս ինչ ես անում», ասավ այդ տղա քեզի խելոք բայ հանգարց չլսեմ Դավիթի բաման, ես գիտեք, ես դաժե վախեցա իրանից հեռու գնացի, ասի կռիվ մռիվ չլնի ստե։ Ինքը, ասեմ, այդ Արտուրը որտից դուրս եկավ, շվեդներին, որ քշեցին Տաջիկստանից, զակոն էլա, որ չի կարելի մնան, սրանք նայեցին, ասեցին, ում ժամանակա որ դնենք, տեսան, որ ինքը տես ճարպիկ հայա, իրան դրեցին, բայց ինքը նես ձևի համար էր դրված, ժողովուրդ, ինքը այդ մոմենտը չկորցնելով, վազելով եկավ Հայաստան, Արտուր Սիմոնյանի դեմ ցույց տվեց, որ ինքը ավտորիտետ Տաջիկստանի հովիվ է, ու պրիզնատ եկավ Արտուր Սիմոնյանին իր հոգևոր հայր որպես։ Ոնց ես դու հոգևոր հայր ընտրում, եթե քեզի դու արդեն 10 տարվա էջքան հավատացել ես, քեզի հոգևոր հայր ունես։ Ու ինքը գիտեր, որ իրան Տաջիկստանում մտե շատ չեն պահի, կգան մեկը պետք է փոխեն։ Ինքն էլ թողեց եկավ Արտուր Սիմոնյանի մոտ, լավ փողերով էլ, ամեն ինչով էլ, այնքան ավտորիտետ դառավ, որ Արտուր Սիմոնյանը, որ Ռուսաստան պետք է եթար, ինքը որ չէր ուզում եթար, այդ Արտուրին էր ուղարկում։ Ու դուք չեք պատկերացնում, ժողովուրդ, այնքան լավ եկեղեցիներ են քանդե, ժողովուրդներին տանում են իրանց մոտ։ Ես եկել եմ Անդիժան, միսիոներ եմ ելել, դու պատկերացնում եք եկեղեցիներ այդ վատ, այդ դժվար երկրներում ժողովուրդ իրար չէին բարևում, բարեկամը բարեկամի հետ, մաման հետում է այս եկեղեցի, աղջկան գողացել են սլովո ժիզնի են բերել։ Ու ես ձեզ ասեմ, տենալով այդ իրանց մեջի լիդերները, աշխարհիկ լիդերներ ունեին, ոբշեն փողն էր դրանց հետաքրքրում, ժողովուրդ, փողը, որ ուրիշ եկեղեցու, ուրիշ շինության վրա, որ ուզեն եկեղեցի սարքեն, իրանք, հետո ես մարգարեացա, նայեք իրանց մոտ ինչ մոդա կար, Ջոն Ավանզինին հիշում եք, չէ՞ որ լավ տասանորդներ էր քարոզում, մեր ռուս Ջոն Ավանզինին Սերգեյ Զուևն էր։ Հենց Արտուր Ղուկասյանը գցենք իրան պարտքերի մեջ էր, կանչում էր Սերգեյ Զուևին, Կիրակի օրը մարդկանց են վերջի թաշկինակներ ջեբերից կարար հաներ, ու իրանք պարտքերից դուրս են գալի։ Այդ իրանց մոդան էր։ Ես մարգարեացա, ասեցի, եթե Սերգեյ Զուևը չկանգնի, մահով դաժե կմեռնի։ Ու հիշում եք, որ Սերգեյ Զուևը մեռավ, Նարիլսկի հովիվն էր։ Դենիս Պադարոժնին գալիս էր Հայաստան, հայերին վրացիկի անեկդոտ էր պատմում, վրացիկին այդ նույն անեկդոտը հայերի վրա։ Շատ լուկավի մարդ էր, դաժե Դենիս Զուևը ինձ իմ հետ համաձայն էր։ Մի հատ կարճ հարց տամ, որտեղ ստեղ հարցերը գալի, հարց պետք է տամ։ Ինչ կատարվեց, ինչ գիտես կյանքի խոսք լինելով Բաքվի կյանքի խոսքի մասին եւ որտեղ եք հանդիպել Բաքվի եւ ինչա կատարվել քո հետ, որտեղ ես բարձրաձայնում եմ արդեն երկար տարիներ, որ սա ազգային աղետ է եւ ուրա հիմա կյանքի խոսք կոչվածը Բաքվում, իհարկե մենք ես բարձրաձայնում եմ, որ ես ինքս այո կան առողջ ԱԱԾ-ի աշխատողներ, որ նրանք հիմա դեռ չեն կարող շատ բան բարձրաձայնել, որովհետեւ այսօրվա այս քաղաքական գործիչներից շատերը կյանքի խոսքի մեջից են, նույնը ԱԱԾ-ի աշխատողներից շատերը այսօր ցավոք այսօր ծառայում են մի կառույցի, որը որ այդ կառույցից ես շատ շուտ կանդրադառնամ շատ հետաքրքիր վիդեոներով։ Ես գիտեմ, որ դու ինչ որ ունեցել ես հանդիպում
ազերբայջանցիների եւ կյանքի խոսք կոչված ճագերտավոր եկեղեցու Մոսկվայում, եթե չեմ սխալվում։ Խնդրում եմ երկու բան դրանից խոսենք, եղբայր։ Լավ, ասեմ, Ուլֆեկմանը եկել էր Մոսկվա, այդ իրանց այն վերջի բաներից էր, կոնֆերենցիաներից էր, ու ես Ուզբեկստանից գնացի այդ մի օր էլ դաժե ուշացած է եկե 5000 հոգուց ավել մարդ կար, բայց չգիտեմ խի հենց ինձ մոտիկացավ մի հատ կին ու ասավ դուք հայ եք, ասեցի հա, դե ռուսեր են, ասավ ես Ադրբեջանից եմ, Բաքվից եմ, հավատացյալ եմ, դե ես պարզա որ слово жизница, էլի, որտեվ այդ կոնֆերենցիան по идее слово жизница։ Ես հասկացա, որ ինքը Բաքվի слово жизница, ինքը ասեց դաժե։ Ու մեկ էլ ասավ կարելի է մի հատ ձեզ հարց տամ, ասի տվեք, մենակ նես պոլիտիկա բան չլինի, բայց ինքը մեկը ասեց, ո՞նց է գտնում Ղարաբաղը ձերն է, թե մերն է, ասեցի տենում եք, ես ձեզ ասեցի, որ տենց հարց չլինի, բայց եթե դուք պահանջում եք սյոտքի պատասխանեմ, ասի ես բնիկ Ղարաբաղց եմ, ծնվել եմ Հայաստան, իմ ծնողներ երկուսն էլ Հադրութ են ծնվել, մեծացել են Սումգայիթում, ու ասեցի, որ իմ պապերը, իմ արմատները սաղ Ղարաբաղից են, ես կարող եմ ուվերեն ասել, որ Ղարաբաղը կարենոյ դաժե իմ պապերն են ընդից, հայկական է։ Իրա դուրը չեկավ, իրոք սկսեց, դաժե ես նայելով ասեցի, ես ինչ հավատացյալ է, էլի, որ լրիվ ասեց աշխարհիկի նման իրան պայեց, չեսնի ասած ես թողեցի տակտիշնի հեռացա, որովհետև այդ կոնֆերենցիայի ժամանակ քիչ էր մնում այդ Արտուրի հետ, քիչ էր մնում կռիվ լինել։ Մեկ էլ սրա հետ ասում եմ, մեկ էլ եմ կոնֆերենցիա ինչ գիտեք կոնֆերենցիաները շատ եմ եղել ժողովուրդ, բայց այդ կոնֆերենցիան դաժե մարդու խոսք են տվել ամերիկացի հովիվ եկե, չգիտեն Ուլֆեկմանը Կարլ Գուստավը ոնց է բեմից իջացնեն, որովհետև այդ մարդը սկսեց ընենց իրանց ոնց են ասում հայերեն այդ բառը աբլիչի տանել в общем կներեք հա աբլիչի տերանում բեմից այդ մարդը իրանց միսիայից չէր կանչել էին Ամերիկայից իրանք մենակ տենար իրանց վիճակը համ ամանչում են որ այդ մարդը այդ ուժեղ ծառայող էր իրոք անունը չեմ հիշում պատկերացնում եք սկսեց աղոթել ես իմացա որ իմ գլխին վեդրոյով յուղ լցեցին ֆրացի մարդ չկա այդ ձև ուժեղ ծառայող էր ու իրանց դուրը չեկա որ այդ մարդը աբլիչի տերանում իրանց ես իմ կարող է ինչ որ մեկը հիշի այդ օրը Արմեն ջան, ուրեմն դուք շատերը գիտեք այսօր Ամերիկայում ես մի բան եմ ուզում ցույց տալ անունը Ռոբերտ Մորիս նայեք Ռոբերտ Մորիս շատ ճանաչված Ամերիկայի շատ մեծ 100,000-ից ավել շինության ճագերտավորներից եկեղեցու հովիվ Ռոբերտ Մորիսը ճանաչեք մանկապղծի Այս Ռոբերտ Մորիսի հետ հանդիպում են նույն մեր միսիոներ կոչված եւ հովիվ կոչվածները ես դրանք ասել եմ որ բոլորը պատրաստ են եւ այս Ռոբերտ Մորիսը հիմա դատապարտվում է 120 տարի 120 տարի դատապարտվում է Ամերիկայում մանկապղծության համար Հիմա ստեղ, երբ որ ինֆորմացիան հասավ ինձ, եկեղեցի կոչված ժողովուրդ են էլիտը, երբ որ ես խոսում եմ այդ առաջին, երկրորդ եւ երրորդ լինիայի, իմանալով, որ ինքը մանկապիղծ է, բայց լռել են մի բանի համար, վրոձի եկեղեցին չքանդվի, բայց բեմերի վրա եղել է մեծ շոու, բժշկություն տոլի չգիտեմ թփրտալ, գլխից բռնել, բրթել, գցել, այս դրա մասին ես հիմի ուզում եմ խոսել սիրելի հայրենակիցներ, որ ես ձեզ ասում եմ, սատանան էլ է հրաշքներ գործում, նա դաժե Քրիստոսին ասեց, այս բոլոր իշխանությունը կտամ քեզ, եթե դու ինձ երկրպագես, դրա համար ես տարիներ, որ ասում եմ սերոպ աղբոր ինչի համար եմ ես հարգում, շատ քիչ քարոզիչներից եւ Աստծո խոսք խոսողներից մեկն է,
Մեկը եզակիներից, որ նա խոսում է հոգու փրկության մասին, ոչ թե շոուի, բժշկությունը այո կարող է Աստծուց լինել, ես ինքս կույր լինելով, որ ավայրեմ տվեմ աշկերը Աստված բուժելա, ես դրա մասին խոսել եմ, ու շատ հարցերում, այո, որը որ Աստծուց է դա երևում է եւ նկատվում է։ Հիմա այս պետոֆիլը, այս սրանց նմանները մեր երկիրը եկել են եւ քարոզել են 100,000 հոգանոց եկեղեցում 20 տարուց ավել զբաղվելով պետոֆիլությունով եւ բոլոր ծառայողները իմանալով լռել են։ Հիմա ես հարց եմ տալի. Իշքանը գիտեք ձեր եկեղեցի ճագերտավոր կոչվածի, որ լռում եք, որ հանգարց մարդ չկորցնեք։ Հիմա ես դարել եմ մեր հայրենակիցների աշխարհում մեկ Արմեն ախպեր Օսկորը, հոգևոր Օսկորը, որ ձեր կոկորտին կայնելով ասում եմ, ես բարձրաձայնելու եմ այս կներեք, այստեղ ինչ-որ կա, ձեր շինությունների մասին, որ ձեր անձնականն եք սարքել, ձեր արած գործերի մասին, որ քույրիկին հովիվ լինելով հղիացրել ես եւ փորձել ես դու վիժել, որտեվ չես ուզեց այդ երեխան ծնվի, բայց ձեր մեջ կան մարդիկ, որ այսրապես պետոֆիլներին տեսնելով լռում եք մինչև այսօր։ Դրա համար է այս օրնա, որ ես ասում եմ նույնը հայ առաքելական եւ շատ քարիզմատիկներ, որ ես ասում եմ, ձեր գավազանը չի աշխատում, դուք ծառայում եք սատանային, շատերդ ինձանից նեղանում եք, մարդ եք փնտրում, որ իմ հետ կարողանան կամ այս ձև խոսել։ Ես ձեզ ասում եմ, քանի ես ծաղ եմ, ես բարձրաձայնել եմ այս լիստերի, այս թղթերի մասին, որ ձեր շինությունները ձեր անուններով սարքված այդ փողերը դուք մղցել եք, մարդկանցը Քրիստոսի անունով խաբելով սուտ հրաշներ գործելով, շուտ թփրտալով, լեզուներով խոսելով, որոց ձեր մեջ Սուրբ Հոգին է։ Մենք դեռ շատ հոգևոր, ես ձեզ ասել եմ, չէ՞, Զանավիցկի հետևը շատ հետաքրքիր բան է ասում, թե քաղաքական, թե հոգևոր։ Ես ասել եմ, հայը պետք է լինի առաջուց հոգևոր։ Բոլոր այն մի հայը, եթե չունենա հոգևոր կրթություն, նա պարտված է։ Ես ասել եմ, հայ ազգը անկառավարելի է։ Մի դեպքում նա կառավարի, երբ որ նրա հոգևոր դաշտը, նրա պորտալարը Հիսուս Քրիստոսի եւ Աստծո հետ է։ Նա կլինի հզոր, նա կլինի հաղթածի որդի։ Մենք չենք կարող այս բազարը թույլ տալ։ Ես ձեզ ասել եմ, շուտով ես կբարձրաձայնեմ իշքան կապ ուներ Արտուր Սիմոնյանը, Վարդան Ղուկասյան ձեր իմացած չսիրած կամ սիրած դոգի հետ։ Ես դա ձեզ կապացուցեմ։ Երևի վաղը կամ միսօրը, որտեղ վաղը շատ հետաքրքիր եթեր ունենք մեր Արմեն Մկրտչյանի հետ, մեր քարտեզների եւ իրական Հայաստանի սահմանների հետ, ինչ եմ ուզում ասեմ, սիրելի հայրենակիցներ, 20 տարի եկեղեցին իմացել է, որ պետոֆիլը լռել է։ Հիմա Արմեն ջան, ինչ գիտես այդ անձերի մասին, որ չլռենք մեր հայրենակիցները իմանան, թե ինչ է կատարում այս ամեն ինչը, խնդրեմ։ Լսեք, ասեմ հարգելի հայրենակիցներ, ինձ ռուս ոլորտում ավելի շատ գիտեն, ես 20 տարի մարգարեացել եմ, ասել եմ, որ եթե իրանք չկանգնեն, Աստված իրանց կանգնեցնելու է։ Թույլ տվեք ես այս ձեզի հերթով կասեմ ում հետ ինչա կատարվել։ Ուրֆեկմանը երբ որ ջոգեց կրակի հետ է խաղում, որ ինքն էլ պետք է մեռնի, Աստծո պատիժը ստանա, միանգամից թողում թռնում է կաթոլիցիզմի մեջ։ Ու ճիշտ է անում, մեկ վարքյան։ Ես ոնց հասկացա դու Ուրֆեկմանի ժամանակների վայվա տեղած ես, ճիշտ է։ Ես հարցեր ունեմ, ուզում եմ հասկանամ։ Ուրֆեկմանը գրքեր էր գրում, ճիշտ է, եւ վաճառում են մինչեւ այսօր։ Ճիշտ է թե ոչ։ Ճիշտ է։ Բայց ես հարց եմ տալու, այն է իր մտքերից։ Ես հարց եմ տալի, ինքը գնաց մտավ, ինքը ստեղծելով կյանքի խոսքը, հետո գնաց ասեց, ես գնում եմ իմ հին արմատները, ճիշտ է։ Նշանակում է, այս ինչ որ կա, իրականություն չի։ Ճիշտ է։ Լսեք ինչ կատարվեց, լսեք, նայ։ Գիրքը մինչև այսօր վաճառվում է, եղբայր, մինչև այսօր գիրքը վաճառվում է։ Մեզ ինչ սովորացնում էին բիբլիական դպրոցներում, դա իր դասընթացներն է սաղել։ Մենակ գրքերը չի։ Իր գրքերի հիման վրա կենաց խոսքը, դա կոպիա իր մտքերն է, ինքն է ստեղծել։
Հարցով սենց մենք ժամանակ ունենք, այս շատ հետաքրքիր բան բերեցիր։ Ես քեզ ասեմ, դու արդեն ոնց հասկացա 25, 26, 27 տարվա ծառայող ես, լուրջ ծառայող ես եղել եւ ծառայում ես պրոֆեսոր Աստծուն, ավելի 30 տարի, լավ։ Հարց տամ, նույնիսկ Աստվածաշունչը այս հետաքրքիր ֆենոմենալ գիրքը այդքան չկար ու նույն Սուրբ Հոգի որ նայա մեզ կառավարում ոչ թե մարդը, որտեղ մարդը կարա պետոֆիլ լինի, մարդը կարա սխալական լինի, մարդը կարա ամեն ինչ թույլ տա։ Ուրֆեգմանի կամ մնացած այդ սեմինար կոչվածը, այդ շինությունների մեջ մտցնելով մարդկանց 4-ից 6 ամիս ուղեղները լվալով, բայց չէ որ աշխարհը այդում է դեպի դժոխք, մենք դրա ժամանակը չունենք։ Ուզում եմ հասկանամ ու պրտոմ Ուրֆեգմանը չկա։ Այդ մարդու դասավանդությունը քեզ ինչ տվեց, մահ թե կյանք, քանի հոգու եք փրկել այդ ժամանակ հոգի, ասեք 100 հոգի, 10 հոգի, 1 հոգի եւ 0, ռեզուլտատը ինչա տվեք քեզ Ուրֆեգմանից, խնդրում եմ։ Գևորգ ջան, ես հենց այդ ասեմ քեզ, ես որ եկա ոչ թե կոնկրետ իրանց եկեղեցի եմ գնացել, այլ մեր եկեղեցին Հայաստանի շատ լավն էր, պրոստը մեր ուսուցիչների մի մասը տեղից էր, հետո Ուզբեկստանում ես կոնկրետնի իրանց հետ էի, դրա համար շատ լավ գիտեմ։ Ես էլ եմ դասընթացներ արել ու ես միանգամից 2000 թվից արդեն դեմ եմ ելել, պրոստը այն ժամանակ ես նորահավատ իրանց համար, ես ոնց որ ասած ձայն չունեի, ես չէի կարա, ոչ, բայց ես այդ բաները տենում էի։ Ու երբ որ ես արդեն կոնկրետնի եղա միսիոներ, երբ որ մարգարե անում էի, ես արդեն որ Աստված ասա մարգարեացի դու չես կարա, չէ՞ չանես։ Ես ասեցի, եթե չկայնեք, Աստված ձեզ է կայնացնելու։ Ուրֆեգմանի գնալուց հետո, տեսեք, Սերգեյ Զուևը մեռավ, ինձ լսող, իմ լեկցիաները լսող մարդիկ կարան ձեզ ապացուցեն, քանի տարի առաջ եմ ասել, եթե Սերգեյ Զուևը Слово жизнь Նարիլսկ, չէ, Պերեստավա չանի, մարդկանց ջեբերից փողեր անի, ուրիշ եկեղեցիներով ֆրալով, ժողովուրդը, դաժե իմ քուրն էլ է իր ականջողները հանե, գցե, էդի հասկանում եք, ոչ հավատքով են մարդիկ տալյալ, կտավատ ելնելուց հետո, նայեք, Բելասևիչը այս վերջերս մեռավ, էլի իրանցից էր, միջև վերջ փող էր քարոզում, դաժե վաղը պետք է մեռնի, ասում էր տվեք ու տվեք, Իգոր Նիկիտինը չեմ անում, գիտեք թե չէ, եպիսկոպոս էր Սանտ Պետերբուրգից, այնքան մարդիկ էին ասում, որ տները իրա վրա էր անում, իրա երեխեքի, իրա կնոջ վրա, իրա կնիկը միջև Երուսաղեմը, ջահել ռակից մեռավ, ռակ ժլուտկա էսի չեմ, Դենիս Պադարոժնին գլխի ռակա, շատ վատ վիճակի մեջ է, Արտուր Սիմոնյանը պետք է մեռներ, բայց Արտուր Սիմոնյանի արած արարքների պատճառով իր երեխեքը վնաս ստացան, եսը դրանից առաջ մարգարեացել եմ։ Մեկ վարքյան, ուրեմն շատ հետաքրքիր նորից բան խոսեցիր, այո, Արտուր Սիմոնյանի դուստրը մահացավ, որը հուարկավորվեց Գերմանիայում, դա ես գիտեմ, հիմա երկրորդ աղջկա Հեսան, որը որ իր Հեսաներ եւ երեխա ունեին, որը Արտուրի աղջիկը եւ խայտարակ ձևով բարձրաձայնեցին պետոֆիլության նորից պետոֆիլության մեջ, Փեսան հերքում էր աղջիկը, ասում էր ոչ, եղել է պետոֆիլություն, նա փորձել իր աղջիկ երեխային Գևորգ ջան, կներես այս պայն ասեմ, այդ Փեսեն Սկարև Սիվո հենց այդ մեռնող Սերգեյ Զուևի տղեն էր, իրանք իրար հետ են փսակվել։ Ահա, դե հիմի շարունակենք, որ հասկանանք, սիրելի հայրենակիցներ, ինչի հետ գործ ունենք, այնտեղ պետոֆիլ, այստեղ պետոֆիլ, եւ այս հարգելիներս, այդ ժամանակավոր որ փող են հավաքում, մեծ եկեղեցիներ սարքեցին, էդի վերջում իրանք մեռնում են, իրանց երեխեքն են դրանով բան, դե տեսեք, Արտուր Սիմոնյանը որ պետք է սրտից մեռներ, Աստված իրան շանս տվեց, որ ինքը չմեռնի, որ ժողովրդի դեմ ապաշխարի, ասի որ ճիշտ չեմ տարել, Ուրֆեգմանի նման, ես իրա մարդկանց գրեցի, ասեցին ինքը ասել է հենց հիվանդանոցից դուրս գա, ձեր հետ կկապնվի, բայց գիտեք ինքը ինչ արավ, ինքը հիվանդանոցից դուրս եկավ, առաջի կիրակին որ հելել էր բեմի վրա, գիտեք ինչ ասավ, մենք այսքան տոնաստե ենք օգնե, մենք այսքան տնտե ենք օգնե, դու ես հակառակը արեց, Դենիս Պադարոժնին Աստված ռակ գլխի օպերացիային սաղ մնաց, միջև հիմա մենակ տենակ ինչ է քարոզում, պոլիտիկա, ժողովուրդ իրանց սաղ հովիվները հերթով մեռնում են, մեռել են, շատերի վիճակը Մաքսիմովին, գիտեք չէ, Կազախստանի, էդ էլ իրանց Սլովո ժիզնի Կազախստանն էր,
Ով այսօր բանի դայնա բոլշիկի շոֆերա մեռնելուց է բրծելի գլխի պրոբլեմներ ունեցել կորել առաջ վիդեոներ էր անում բաներ էր անում ես իրանել եմ աբլիճի տարե տելևիզիաներ ուներ հա այաբրեք այսօրվա դրությամբ ասում եմ սլովը ժիզնը քայքայվելա իրանց ավտորիտետները հերթով մեռան Բելասևիչին մի ամիս առաջ մեռան մեկ րոպե որ հասկանալի լինի Արտուր Սիմոնյանի մասին ես ուզում եմ այո ցավա որ մարդիկ մահանում են ցավ են ստանում դա չլինի հանգարց մեր հայրենակիցների ես միշտ ասել եմ ես այս եթերները լինելու են խաղաղության մեջ ես խնդրած կլինեմ որ մեր հայրենակիցներին չողջևորվեն հանգարց ինչ որ սխալ բառեր կամ ինչ որ հայոյանքներ մեկը մյուսի հանդեպ ես դա թույլ չեմ տա ես նորից եմ ասում մենք խոսում ենք ճշմարտությունից մենք քննարկում ենք բայց դա չի նշանակում որ մենք հալածում ենք ոչ քավլցի մենք դատավորը չենք դատավորը միապատ Աստված մենք ուղղակի փորձում ենք կանգնեցնել այս հոգևոր եւ չհոգևոր աղետը դա շատ կարեւոր է իսկ ինչ մնում է որ մարդիկ հիվանդացել են այո Աստված եթե թույլ չտա մարդը դաժե գլխից մաս չի տապի բայց հիմա ես մի բան շարունակեմ Արմեն ջան Արտուր Սիմոնյանի համար զանգեցին ինձ հովիվներ որ մարդիկ փողեր էին հավաքում բան ասելով որ Արտուրը ունի սրտի խնդիր Եթե մարդ արդեն իր հետ անհամաձայնության բաներ կար, որի ես շատերի հետ ոչ թե կռիվ էի տալի, այլ խոսում եմ, որ սենց չէ, սենց է, հիմա հարցս նույնը Արտուր Սիմոնյանին, որ ես անցած եթերին ասեցի, այդ կան գումարները Արտուր ջան, քո այդ իշորանսը, որ ունես դու Ամերիկայում բուժում ես, խի մենք Հայաստանում ունենք շատ ուժեղ բժիշկներ, հզոր բժիշկներ, որ սաղ աշխարհը գալիս է Հայաստան, դու գնում ես Ամերիկա, Դու Նյու Յորքներ ես թռնում, դու Վաշինգտոն ես թռնում Նիկոլ Փաշինյանին հանդիպելու, դու Լոս Անջելես ես գալի, հենց հիմի շատ մեծ սեմինար ա գնում, բա ես քեզ հիմի հարց եմ եթե դու ունես խնդիր կներեք, եթե դու ունես սրտի խնդիր, նախ այդ գումարները որտեղից հավաքվեցին, լավ, ինչի դու լինելով Հայաստանի կյանքի խոսք առաջի հովիվը ներկայացնում չես լինում դու Հայաստանի Հանրապետությունում ես խոսեցի քո ֆինանսական դրվածքից Ամերիկայում ապրելով քո կնոջ հետ այդքան ֆինանսական այդ թանկ երկրում դու ինչպես ես կարողանում ապրես իսկ եթե փողերը դու ստանում ես դու որպես Հայաստանի քաղաքացի քո ձեռք տված Նիկոլ Փաշինյանին նոր օրենք ա տվել դու հարկ վճարում ես թե ոչ բայց այս սեմինարները սա գումարներ են ու ահռելի գումարներ ես հարց եմ տալի գիտեք ամեն ինչին օրինակը կա բանագայինի օրինակ ես ասեցի կա մեր եղբայրների տարբեր լավ ու վատ օրինակ բայց հովիվի կա հովիվի լավ օրինակը հիմի նայեք աշխարհիկը որ խափում է ասում են դե խավարի որդիա դեռ չի ապաշխարել նա խափում է հիմա ես ուզում եմ հարց տալ Արտուր Սիմոնյան եւ նման մարդկանց դուք խափում եք արդյոք ձեր պետությանը թե չեք խափում մարդ կա հովիվ կա նույնը որ ես ասեցի Արտուր Սեթրագյանի մասին որ փախնելով 70 թե 100,000 դոլար, եթե չեմ սխալվում, եթե աստեն ճշտել են, արդեն շատ բան են ճշտի Արտուր Սեթրագյան քո մասին, այո, ես ասել եմ, ես բարձրաձայնելու եմ։ Մեքսիկայով դու ոչ փախստական ես, ոչ հալածված ես, դու հովություն ես անում, դու լավ գումարներ ես բռնում, դու գալով Մեքսիկայով թողելով վեշերդ մեքսիկական ոստիկանին խափելով Ինչ լավ որ Տրամփ եկել է Արտուր երևի քեզ հերթը հասնի այդպես հանդի թվում չգիտեմ դու խափելով Ամերիկայի FBI-ին խափեցիր այդ պետությանը չգիտեմ ինչ ինտերվյու տվեցիր բայց դու հովիվ ես դու օրինակ ես աշխարհիկը խափում են այն մեր գեներալի պես ասում ալի ես ու Շմայսը քրֆենք մենք աշխարհիկ ենք բա դու կուլտուրական մարդ բա դու հովիվ մարդ բա դու ոնց խափեցիր ուզում եմ օրինակը հասկանամ Արմեն ջան որ համ աշխարհիկն է խափում փող քամում ու երկիր ծախում համ հոգևորականները կոչվելով սեր քարոզող ես եմ ասել այս կա ժամանակ որ ոչ հայ առաքելականի գավազանն աշխատում նրանք էլ են խափեության մեջ մի քանիսը ճագերտավոր նույնը քարիզմատիկների վրա որ ես խոսում եմ ոչ թե խոսում եմ այն անմեղ աղոթող հոգիների մասին ոչ ես ինքս նույն ձեր ասած կյանքի խոսք եկեղեցի կամ մնացած գլին Լենագան թե ռայոնները Արմավիրի մարզ Կիրովական 50-ական չգիտեմ ես բոլորի այնտեղ կան աղոթող հոգիներ որ բոլորը ինձ ճանաչում են ու ես շատերից սիրում եմ
Աստծո սիրով սիրում եմ։ Ես ուղղակի բարձրաձայնում եմ ֆակտը, եթե պետական այրերը խափում են եւ առևտրի մեջ են մտնում, դա հասկանում են, որ մարդը ուղղակի սատանայի ծառայ է դարել։ Բայց երբ որ դուք ծառայում եք Աստծո խոսքը, հենց այդ Աստծո խոսքը տանելով, բայց դուք խափում եք համ պետությանը, համ օտար պետությանը, ապրելով օտար վարդապետության մեջ, այնտեղից սրսկում եք մեր Հայաստանին, թե ինչպես վարդապետվեն, եւ հետո գալիս են քարոզիչներ եւ փորձում են այս պետոֆիլներին բերել մեր երկիր, որ ասում եմ օտար վարդապետություններն են մեր երկրում, շատերը ասում են եւ ախպեր ինչ ես չարացել, ես չեմ չարացել։ Այս մարդը, որ նոր ցույց տվեցի ձեզ, 100,000 հոգի իր ծառայության վաղ գալիս են հալելույա եւ հրաշքներ է կատարում, բայց մեկ ժամ առաջ նա ինչ որ մի երեխայի բռնաբարել էր, ինչ որ մի տեղում, դրա համար էլ Ղարղարի սրոկ են տվել 120 տարի։ Հասկանում եք, ես սրանից եմ ուզում խոսել, խնդրում եմ, ինձ բերեք օրինակը, աշխարհիկը գիտենք Խավարի որդուն, հոգևորն էլ նույնը։ Էս է իմ խնդիրը, Արմեն ջան, որ ես միշտ բարձրաձայնում եմ, եղբայր, Աստված օրհնի քեզի, ախպերը, շատ շնորհակալ եմ, ունես ինչ-որ ավելացնելու, Արմեն ջան, որտեղ մենք էլի ենք շարունակելու մեր թեմաները, լսում եք, Արմեն ջան։ Ուզեի կարևոր բաները, որ նես չլինի կիսատ, գիտեք, էսի բամբասանք չի ժողովուրդ, գիտեք, առաջ ես սրանք սաղ ազատ Արմեն ջան, մի քիչ մոտիկ արի կամերային, ձենը շատ հեռվից է գալի, եղբայր։ Ես սրանք միշտ բաց դաժե վիդեոներ ունեմ կանալներ, որտեղ կա, որ ես այս մասին խոսում եմ, դաժե ես մեր Գևոր աղբոր հետ, երբ որ ծանոթացանք, ես զարմացա, որ մենք նույն հոգով ենք լցված, ու մենք սրանց միշտ աբլիչատ ենք անում, ու կուզեի մի հատ իրանց սխեմեքից մեկը ասեի, որ մեր Գևոր աղբերն էլ իմանա, որտից են իրանց այդ կրուպնի փողերը, Իգոր Նիկիտինի մասին, որ ասեցիս, Սանկտ Պետերբուրգի, այդ իրանց լիդերներից, ումից իրանք շատ վաղ սովորել են, մեկն է, որը ռակից ջահել մահացավ, որովհետև շատ տներ ու աբեկներ էր իրա վրա, Զոնքաչի, երեխեքի կնոջ, ու շատ հովիվներ, տեսեք ինչ են անում, ժողովուրդ, փողը իրանց որդուց, եթե ուշադրություն եք դարձրել, իրանք միշտ ցենիտ էին անում տատիկների, միայնակ տատիկ, պապիկ, որ երեխա չունեն բան, չէ, բաժանություններ 70%-ը կանայք։ Հա, կանայք, ինչ էին անում, տեսեք ժողովուրդ, ես իմինը դակազացել ունեմ այդ ձև իրանցից սովորած ջահել հովիվները, իրանց սորը, հիմա էդի անում են, երբ որ պապիկը կամ տատիկը մեռնում է, հիմնականում երկու հոգի են, տատիկ պապիկ, սրանք հաջորդ օրը տանում են նոտարիալնի, իրանց վրա են անում, իրանց կնոջ, իրանց երեխու վրա, որ այս մեկն էլ մեռնի, հանկարծ այդ տունը պետությանը չանցնի, որտեղ օրենքով, որ ժառանգներ չեն ունենում, պետականությանն անցնում, սրանք շատ հավաքում են, այդ ձևի մարդկանց, կարող է ուրիշ տատիկի բանի տեղ չտնեն, ասեն մեկ այդ տունը գնելու է երեխուն, այդ ձևի պապիկ տատիկներին հատուկենտ են պահում, մի հատ եկեղեցում չեմ տեսել, շատ եկեղեցիներ եմ, այդ սխեմեն իրանք ունեն, իրանք շատ սխեմեք ունեն, որ իմանում են մարդը երկու հատ տուն ունի, դաչա ունի, բան ունի, չէ, գալիս էր Սերգեյ Զուևի նման, իրանք իրար հյուր են միշտ կանչում, չէ, գալիս է տակճիշնի, նենց բաներ, թղթի վրա գրեք, փող չունեք, հետո կբերեք, մարդիկ կրեդիտներ են վեկալում բերում, զանգում են անում, ինչի չենք խոսում ուխտերի մասին, ստուտ մարգարեություն, են անում, հա, ասում են ախպեր, դու խոսք ես տվե, աստու խոսքի մեջ գրած է, ավելի լավ է խոսք չտայր, տվել ես արա, թե չէ քո տնից մարդիկ կմեռնեն, իրանք այսօրվա դրությամբ Ռուսաստանում Ֆյոդորով մի հատ կա, մի հատ Գիլֆանով կա, իրանք մեռնում են, իրանք շատերը մեռել են չկան, հիմա թազա են ծնվել, իրանք ուչենիկները, այնինչ փողեր են կա, ասում եթե դու փող չունես, դու հավատացյալ չես, հասկանում եք, то есть հոգևոր ապացույց է դա փող ունենալ, այդ որտեղ է տենց բան գրած, թալանում են ժողովրդին, դուք չեք պատկերացնում, դրանց ես տասնյակ տարի է, դրանց քարոզները լսում եմ, չէ, մենակ փողի մասին է, փող, փրկության մասին չկա, ես քո ուրախացա, որ Գևոր աղբերին հետ ծանոթացա, որովհետև փրկության մասին մենք պետք է քարոզենք, իմ քարոզների մեծ մասը փրկություն։
Արմեն ախպեր, Հեշտություն մենք ընտրեք, որ կանդրադառնանք այդ քարոզներին, մենք կանդրադառնանք դեր շատ աղմկահարույց թեմաների, ես խոստացել եմ դա, այո, մեր հայրենակիցները երկու բան պետք է իմանան։ Առաջինը, ով եք դուք հոգևոր դաշտում, դու պետք է ճանաչես քո ինքնությունը, ինչա ասում Աստված հենց քո համար, երկրորդը մեր հայրենակիցները պետք է ճանաչեն իրանց ինքնությունը, հայը եւ իր իսկական սահմանները։ Դրա համար վաղը մենք ունենք Արամ Մկրտչյանի հետ կներեք, Արամ Մկրտչյանի հետ եթեր մեր ինքնության մասին եւ մեր սահմանների մասին, գիտեք, մեր հայ ազգին խաբելով, մասնատելով, թե քաղաքական եւ իրավական կողմը, թե հոգևոր կողմը, այսպես մասնատելով, սարքելով Բաբելոն, որ այսօր մարդիկ նոր դու Արմեն ջան, շատ ճիշտ ասեցիր, որ մի ընտանիքի մեջ ես դա ասել եմ մի քանի անգամ 4 հոգի, 4 տարբեր հավատների են պատկանում եւ նրանք արդեն իրար հետ թշնամացել են։ Սա եթե Բաբելոն չի, բան ինչ է։ Եթե մենք ունենք իրականում ավելի մեծ սահման եւ իրականում մեր պատմությունը եւ մարդիկ փորձում են մեզ ասել ոչ այս 29,000-ն է եւ դու սրանով պետք է բավարարվես, ես խնդրում եմ մեր հայրենակիցներին, ես նորից ասում եմ, Աստված թող օրհնի բոլորիդ, Արմեն ջան, շատ շնորհակալ եմ այսօրվա եթերի համար, եղբայր։ Մենք դա շատ շարունակելու բան ունենք, մենք դեռ շատ ճանապարհ ունենք, ուղղակի ես փորձում եմ եթերը մնա 30 րոպեի մեջ, որ մարդկանց չձանձրացնենք, հետո մնացած լսողները լսել եւ հասկանան, բայց մենք շուտով էլի կունենանք հոգեվոր, ես խոստացել եմ այնքան մի բան ասեմ, ինձ երեք հուշեցին, որ ես ասել եմ, չէ՞ որ ես ամեն ինչի մեջ մենակ չեմ, որ այս վիդեոները եւ այս եկեղեցի կոչված շինությունների եւ օրնիկության եւ մնացած հարցերը արդեն բարձրաձայնեմ, իհարկե ես եմ որոշողը, ես կբարձրաձայնեմ թե չէ, բայց եթե այս ձև շարունակվի, ես երևի մի մասը թողարկեմ եւ մեր հայրենակիցները, ուղղակի ես նորից եմ ասում, եթե ես թողարկեմ բոլորը, դա կլինի ֆակտով, անունով, ձայնագրություններով, թե ինչպես են գայթակղում քույրիկին, մայրիկին, մնացած հարցերը, դա կլինի ուղղակի մի հատ շատ ահավոր դուք չեք հասցնի հովիվներ փախնելու, ձեզ Աստված շատերդ, ես որ ասում եմ հովիվներ, խնդրում եմ, թող բոլորը իրանց վրա չվերցնեն, շատերդ չեք հասցնելու, ձեր բեմերից փախնեք, սա ոչ թե վախեցնել է, ես բարձրաձայնում եմ իրականությունը, բայց ես ձեզ ասել եմ, օրերից մի օր կգան մարդիկ ճիշտ իշխանության եւ դուք կներեք ուղղակի ընդհատվեց մի պահ ընդհատ Արմեն ջան լսում ես ինձ Հա, լսում։ ուղղակի կներեք կապը կորավ ու ես ասում եմ գալու է ճիշտ օրենքը ճանաչող եւ հայրենիքի մասին մտածող մարդիկ, որ դուք պատասխան եք տալու օրենքի առաջ, ինչպես կարելի է 3 միլիոնանոց ազգի մեջ մասնատել եւ սարքել Բաբելոն, պլյուս անվտանգությունը, պլյուս ինֆորմացիոն դաշտը, որտեղ ես մի քանի հովվի ասեցի եղբայր, չմտնես այն դաշտը, հիմա եմ ասում, շատերիդ ասում եմ, որտեղ որ ձեր քաշը հերիք չի անի հասկանալու համար, իսկ ես հիմա բարձրաձայնում եմ կա ազգային անվտանգության խնդիր, որը ցավոք այս պահին ուղղակի այս պահին դեռ նրանք պատրաստ չեն գործելու, բայց գալու է պահը, որ դուք շատերդ պատասխանատվություն եք տալու ազգը մասնատելու այս իրավիճակում նույնը առաքելական եկեղեցու, որին այսօր եմ ես ունեցել հեռախոսազանգ ասելով ձեր գավազանը չի աշխատում ու ես շատ հոգևորականների հայ առաքելական, որ եկեղեցիներ են տարբեր երկրներում, այսօր եմ ունեցել ես հեռախոսազանգ ասելով մի հոգու պատճառով, երկու հոգու պատճառով օֆշորային եւ պոռնիկության մեջ խառնվելով դուք բոլորդ կորցնելու եք հայ առաքելականի ստատուսը, հետո չոռնաք, հետո չասեք մենք մեղավոր չենք, դուք եք մեղավոր, որտեղ ձեր գավազանը տրված է իշխանության համար, Տիրոջ խոսքի համար, Տիրոջ փառքի համար, իսկ դուք շատերը ծախվեցիք, թե առաքելական կոչվածները, թե քարիզմատիկ կոչվածներից ոմանք, որ այսօր այս հոտ այսպես խառնվել են, քուր ախպեր դարել եք թշնամի, հենց մարդ եք փորձում մանգակ թե գևին ոնց ասեք, չի լինելու, եթե ես էլ լռեմ,
Սա բարձրաձայնվելու է։ Բայց եթե բարձրաձայնվավ, եթե դուք շատ արագ ձևով չապաշխարեցիք եւ միաբանության կոչ չարեցիք, ես ասում եմ, չգիտեմ թե ձեր հետ ինչ կկատարվի եւ մարդկանց եղբայրներն ու եւ ամուսինները ինչ պատասխան կուզեն ձեզանից, որ քույրիկներին այդ օրն է գցե, բաժանության պատճառ եք դարել, զապիսների մոտ կա բաներ կա, որ դուք հովիվներդ նստած քույրիկինո զապիս արեք քո հովիվ ասածի խոսակցությունը, ո՞նց ես դրա մարդուն դու պատասխան տալու, ո՞նց ես պատասխան տալու, որ այդ նույն հովիվը այսօր դեռ անուն չեմ տալի, կանգնածա բեմում, խոսում է դեմախոսում պոռնոգության եւ մեղքի, բայց ինքը հենց հովիվ լինելով քույրիկին հղիացնում եւ ասում է գնա ապորտ արա։ Արել էր մեղք էր գործը։ Կայներ ասել մեղք եմ գործը, բայց երեխուն խի սպանիր։ Հիմի մարդասպան ես թե մարդասպան չես։ Դու ես դորե քույրիկին այդ թղթերն էլ իմ մոտնա։ Հիմա մնացած ուխտ է կարե, որ տները կորցնեն։ Մարդիկ բաժանվել են, հասկանում ես, բաժանվել է մի քանի ընտանիքներ քանդվել են ձեր ուխտերի երեսից, որ ինչ այն անգամ ասի մարդը մեկի խմող է եղել, մեկին է ուռող է եղել, մեկին է չգիտեմ ինչ է եղել, բաժանել եք եւ այսօր մարդիկ զանգում ասում են գեվ ախպեր, ավելի լավ է ես այդ ուռողի հետ մնայի, քան թե դարձա պոռնիկ։ Այո, ես չեմ արդարացնում, բայց դուք մի քանիսը այս ձևի մասնատել եք, դրա համար այսօր ես չեմ լռելու։ Ոչ հոգևոր դաշտում եմ լռելու, ոչ էլ քաղաքական եւ իրականությունը պատմելու մեր հայրենակիցներին։ Արմեն ախպեր, Աստված օրհնի քեզ, շատ շնորհակալ եմ։ Մենք կհանդիպենք շուտով, եղբայր, ու մենք շարունակելու ենք մնացած հայրենակիցների հետ, թե հոգևոր, թե քաղաքական, ես ասել եմ, բարձրաձայնելու ենք իրականությունը։ Աստված օրհնի, Արմեն ջան, շատ շնորհակալ եմ քեզանից, կհանդիպենք շուտով Աստծո կամքով, եղբայր։ Հաջողություն բոլորին։ Հաջողություն ձեզ։